ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևել է ավելի քան 2 ժամ։ Բանակցություններից հետո Պուտինը հանդիպել է լրագրողներին։ Նա Թրամփի հետ զրույցն անվանել է անկեղծ եւ իմաստալից։ ԱՄՆ նախագահն արտահայտել է իր դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ։ Ուկրաինայի հետ հրադադարը հնարավոր է համապատասխան պայմանավորվածությունների հասնելուց հետո, ասել է նա։ Ըստ Թրամփի, Ռուսաստանը եւ Ուկրաինան պետք է գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն երկու կողմերին էլ։ Նրա խոսքով Մոսկվան պատրաստ է Կիևի հետ աշխատել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի վրա։ Ինչպես հայտնել է Պուտինը, զրույցի մանրամասները ավելի ուշ կբարձաբանեն նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եւ օգնական Յուրի Ուշակովը։ Ուկրաինայի TSN հեռուստաալիքը հողում անելով աղբյուրներին հաղորդել է, որ Պուտինի հետ զրույցից առաջ Թրամփը զրուցել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Նրանք քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ կոնկրետ քայլերը։ Միավորված ազգերի կազմակերպությունը ողջունում է Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Հեռախոսազրույցները Թրամփի եւ Զելենսկու, Թրամփի եւ Պուտինի միջև ողջունելի են, լրագրողների հետ զրույցում ասել է նա։ Մայիսի 20-ին եւ 21-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո նրան հաճելի ջենթլմեն է անվանել։ Սպիտակ տանը կայացած հանդիսավոր ընթրիքի ժամանակ Թրամփը խոսել է նաև անցած երկխոսության մասին եւ նշել առաջընթացը։ Ես փոքրիկ զրույց եմ ունեցել Պուտին անունով հաճելի ջենթլմենի հետ, մեր զրույցում առաջընթաց են գրանցել, ընդգծել է նա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը ցույց է տվել, որ ԱՄՆ-ն ընդունել է համաշխարհային քաղաքականության վրա իր ազդեցության սահմանափակությունը եւ թողել համաշխարհային առաջնորդի դերը։ Այս մասին գրում է CNN-ը։ Հեռուստաալիքը նշում է, որ Միացյալ Նահանգները լինելով աշխարհի խոշորագույն ռազմական ուժն ու տնտեսությունը տասնամյակներ շարունակ պահպանել է գերիշխող ազդեցությունը միջազգային քաղաքականության վրա։ Բայց Թրամփը կարծում է, որ Ամերիկայի դերն ավելի քիչ է, թերևս սա այն պահն է, երբ նա վերջապես հասկացավ, որ Պուտինն այն մարդն է, ով չի փնտրում իր հավանությունը կամ նվիրվածությունը, եւ նահանջեց։ Ուստի Միացյալ Նահանգները ճանաչել է իր ազդեցության սահմանափակությունը, ասվում է նյութում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը մայիսի 19-ին հայտարարել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ Վոլոդիմիր Զելենսկու առաջին հանդիպումը Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո լավ եւ արդյունավետ է եղել։ Ինչպես ես հասկանում եմ, դա լավ հանդիպում էր, արդյունավետ լրագրողների ճեպազրույցի ժամանակ ասել է Լևիթը։ Բլումբերգը Կիրակի օրը մայիսի 18-ին հաղորդել էր, որ Վենսը եւ Զելենսկին հանդիպել են ժպտալով եւ ձեռք սեղմումով Վատիկանում Հռոմի Պապ Լևոն 14-րդի ժամանակ։ Սա նրանց առաջին հանդիպումն էր փետրվարից ի վեր, երբ Զելենսկին սկանդալի պատճառով լքեց Սպիտակ տունը։ Ճապոնիան եւ ԱՄՆ-ն կարող են մայիսի 23-ին անցկացնել մաքսատուրքերի շուրջ բանակցությունների երրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Կյոտո գործակալությունը։ Սպասվում է, որ տնտեսական վերականգնման նախարար Ռիո Սեյ ավազավան կմեկնի Վաշինգտոն ներկայացնելով Ճապոնիան ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի եւ առևտրային քաղաքականության շուրջ բանակցություններում։ Ըստ ճապոնական լրատվամիջոցների, ճապոնական կողմը նախապես քննարկել էր առաջարկների փաթեթը, որը ներառում էր ԱՄՆ-ից եգիպտացորենի եւ սոյայի ներմուծման ավելացում, նավաշինության ոլորտում տեխնիկական համագործակցություն եւ ներմուծվող ամերիկյան մեքենաների ստուգման չափանիշների վերանայում։ Դրա դիմաց Ճապոնիան ցանկանում է վերացնել ԱՄՆ-ի մաքսատուրքերը մեքենաների եւ մասերի վրա, որոնք կազմում են նրա արտահանման ուղղված տնտեսության ողնաշարը, ինչպես նաեւ պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը։ Ճապոնիան եւ ԱՄՆ-ն արդեն անցկացրել են բանակցությունների երկու փուլը։ Ինչպես մայիսի սկզբին հայտնել էր Ակազավան, նրանք դեռ հեռու են համաձայնության գալուց։ Ըստ ճապոնական ԶԼՄ-ների ԱՄՆ ներկայացուցիչները հրաժարվել են նույնիսկ քննարկել ավտոմեքենաների, պողպատի եւ ալյումինի ավելի բարձր մաքսատուրքերի վերացումը մայիսի սկզբին Ակազավայի հետ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում։ Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց 185 երկրների եւ տարածքների ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացման մասին։
Իսրայելական բանակը հայտնել է Գազայի հատվածում մարտերի ժամանակ իր եւս մեկ զինվորի մահվան մասին։ Ըստ բանակի մամուլի ծառայության հաղորդագրության զոհվել է 22-ամյա սերժանտ Յոսեֆ Եհուդա Հիրակը, ով ծառայում էր 401-րդ զրահատանկային բրիգադի երկաթե հետքեր մարտական ինժեներական գումարտակում։ Նշվում է, որ նա զոհվել է Գազայի հատվածի հյուսիսային հատվածում տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ։ Սա իսրայելական բանակի զոհերի առաջին զեկույցն է այն բանից հետո, երբ մայիսի 18-ին հայտարարվեց անկլավի հյուսիսային եւ հարավային շրջաններում ընդլայնված ռազմական գործողությունների մեկնարկի մասին։ Գեդեոնի կարգերը նոր լայնածավալ ցամաքային գործողության շրջանակներում։ Դրանում ներգրաված են 5 ստորաբաժանումներ։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։ Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության հասնելու ծրագրի իրականացման սկիզբը։ Գրել է արտաքին գործերի նախարարության ղեկավարը իր տելեգրամյան ալիքում։ Նա ընդգծել է, որ Վենեսուելայի առաջնորդը կողմ է, որ հակամարտության խաղաղ կարգավորման առաջին քայլը դառնա ելակետ արդար եւ կայուն խաղաղության ճարտարապետության ստեղծման համար, որը լիովին երաշխավորում է համապարփակ անվտանգությունը եւ վերացնում ցանկացած սպառնալիք կամ թշնամական գործողություն Ռուսաստանի Դաշնության դեմ։ Պատիվ ունեմ չի միանա Էդմոն Մարուքյանի որպես վարչապետի թեկնածու առաջադրման գործընթացին։ Այսպասի տեղեկացրել է Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. Ազգային ժողովի Պատիվ ունեմ խմբակցության падգամավորներս վերահաստատելով սույն թվականի մայիսի 6-ին մեր արտահայտած պատրաստակամությունն առանց նախապայմանների քննարկել վարչապետի թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որոշում ենք կայացրել չմիանալ Ազգային ժողովի падգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին։ Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից եւ նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։ Այլ կերպ ասած, Պատիվ ունեմ խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանի Նիկոլ Փաշինյան երկուսով փոխարինելու գործընթացին, ասվում է հայտարարության մեջ։ Ընդդիմության կողմից մերժված թեկնածու լինելու հանգամանքին անդրադարձել է նաև ինքը Էդմոն Մարուքյանը։ Այսինքն Սերժ Սարգսյանը այսօր վիժեցրեց Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը, միակ տեխնացությունը, որ միտեղ հասել է այսպես, եղել է իմ տեխնացությունը։ Հետո պարզա վերջի պահին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մեկը իր ասուլիսով, մեկը իր հայտարարությամբ դմփցրին։ Սրբազան պայքար շարժման աջակիցներին բերման էին ենթարկել ասվածապաշտությունը հաղթելու է անձնապաշտությանը գրառմամբ պաստառ փակցնելու համար։ Որոշ ժամանակ անց սրբազան պայքար շարժումից հայտնեցին, որ անհիմն ձերբակալված քաղաքացիներին ազատ են արձակել ոստիկանության նոր-նորքի բաժանմունքից։ Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե որ դեպքում դուրս կգա փողոց պայքարի եւ ըստ իրենով կարող է առաջնորդել փողոցային պայքարը, պատասխանել է, եթե տեսնի այդպիսի մարդու, ապա պատրաստ է անմիջապես դուրս գալ փողոց։ Երբ որ նման մարդիկ կհայտարարեն, որ իրանք պատրաստ են առաջի գործողություններից հետո դա կլինի պարզ։ Եվ նոր դրանից հետո ես որպես խոսքը իմ մասին է եւ այն մարդկանց, ովքեր ինչ-որ չափով հավատում են ինձ, տեսնելով լուրջ գրագետ մասնագետների թիմ, իմ համար կպահանջվի, չգիտեմ, րոպեներ, որ ես դուրս կամ փողոց։ Երևանի քաղաքապետարանում ապացուցողական եւ այլ վարույթային գործողություններն իրականացվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից, սակայն այլ մանրամասներ դեռևս չեն հայտնել, նախաքննության շահերից ելնելով։ Ըստ մամուլի հրապարակումների հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունում։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցում Կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանկելիկյո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք ամենապատիվ եւ գերերջանիկ տեր Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի եւ վարժարանի սաների հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, արկա հիմնախնդիրներին եւ վերջիններիս լուծման նկատմամբ հայաստանյան իշխանությունների որդեգրած սկզբունքներին։ Մայիսի 19-ին ժամը 16:02-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Այս մասին հայտնել են ներքին գործերի նախարարության փրկարարության ծառայությունից դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարների 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել էր, որ այրվել է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը մարդատար, իսկ մեկը բետոնախառնիչ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ ՀԴՀ մեկուսացվել էր 16-59 մարվել 17:08-ին։ Շեյքը դղրդաց, ձայնը, ամեն ինչը, պայթյուն է, շատ լուրջ մեծ պայթյուն է։ Լեհաստանում նախագահական ընտրությունների առաջին փուլում ընտրողների մասնակցությունը հասել է ռեկորդային 67.31%-ի, հաղորդում է պետական ընտրական հանձնաժողովը։ Քվեարկության առաջին փուլում մասնակցությունը կազմել է 67.31%, ասվում է ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում։ Ինչպես նշում է լեհական հեռուստատեսությունը, սա ամենաբարձր ցուցանիշն է 1989 թվականից ի վեր։ 1990 թվականին նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 60.63%-ը։ 1995 թվականին մասնակցությունը եղել է 64.70%, իսկ 2000 թվականին 61.12%։ Նախագահական ընտրությունների առաջին փուլի հաջորդ երկու փուլերը շատ ավելի ցածր մասնակցություն ունեցան։ 2005 թվականին մասնակցությունը կազմել էր ընդամենը 49.74%, իսկ 5 տարի անց 54.94%։ 2020 թվականին մասնակցությունը կազմել է 64.51%։ Կիրակի օրը Լեհաստանում կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Իշխող քաղաքացիական կոալիցիայի տեխնացու Ռաֆալ Տրզասկովսկին եւ ամենամեծ ընդդիմադիր իրավունք եւ արդարություն կուսակցության տեխնացու Կարոլ Նավրոցկին անցել են երկրորդ փուլ։ Ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է հունիսի 1-ին։ Եվրամիության դեսպանները համաձայնության են եկել Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված 150 միլիարդ եվրո բյուջեով ԵՄ ռազմականացման հիմնադրամի շուրջ, հաղորդում է Reuters-ը։ Եվրամիության դեսպանները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել 150 միլիարդ եվրո բյուջեով ԵՄ անվտանգության հիմնադրամ ստեղծելու մասին, նշում է գործակալությունը։ Այժմ առաջարկը պետք է հաստատվի Եվրամիության արտաքին գործերի նախարարների կողմից, ինչը կարող է տեղի ունենալ մայիսի 20-ին նախատեսված հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը մոտ ապագայում կներկայացվի Իրանի Մեջլիսի վերջնական հաստատմանը։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Համաձայնագիրը վերանայվել եւ հաստատվել է Մեջլիսի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի կողմից։ Այն շուտով կներկայացվի խորհրդարան վերջնական հաստատման եւ վավերացման համար, ասել է դիվանագետը շաբաթական ճեպազրույցում։ Կիպրոսի հունական եւ թուրքական կողմերի միջև ընդհանուր լեզու գտնելու ՄԱԿ-ի ջանքերը նպատակ ունեն իրացնել բաժանված կղզու խնդրի լուծման գործում առաջընթացի զգալի ներուժը։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Կիպրոսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, կղզում տեղակայված համաշխարհային կազմակերպության խաղաղապահ ուժերի ղեկավար Քոլին Սթյուարտը։ Անդրադառնալով վերջին շաբաթներին եւ ամիսներին, ինչպես նաեւ մոտ ապագայում նախատեսված մի շարք հանդիպումներին, որոնք նախատեսված են Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի եւ Կիպրոսի թուրքերի առաջնորդ Էրսին Թաթարի միջև, քննարկելով կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցները, Սթյուարտը նշել է. «Կարծում եմ, որ շատ դրական ներուժ կա եւ ես կարծում եմ, որ դա լավ փորձություն է առաջնորդների լրջության համար, ցույց տալու, որ նրանք ի վիճակի են համաձայնության գալ վստահության ամրապնդման նախաձեռնությունների շուրջ եւ որ իրենք ճիշտ ուղու վրա են առաջ շարժվելու Կիպրոսի խնդրի լուծման ուղղությամբ։ Այդ իսկ պատճառով մենք ներդրումներ ենք կատարում վստահության ամրապնդման նախաձեռնություններում եւ պայմաններ ենք ստեղծում դրա համար եւ ես շարունակում եմ հույս ունենալ»։ Սպասվում է, որ Կիպրոսի կարգավորման հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Կոլումբիայի նախկին արտգործնախարար Մարիա Անջելա Հոլկին Կուելարը կղզի կժամանի մինչև այս ամսվա վերջ։
Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ին ժամը 17:00-ին հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ։ Հաստատել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլում Պուտինի եւ Թրամփի այս զրույցը կարևոր են համարել Ստամբուլում կայացած բանակցությունների ֆոնին։ Պուտինի եւ Թրամփի հնարավոր հանդիպումը կախված է առաջնորդների անձնական պայմանավորվածություններից։ Ռուսաստանը կհասցի իր նպատակներին, բայց նախընտրելի է դրանց հասնել քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով։ Թրամփի հատուկ դեսպանորդ Ուիտկովի հնարավոր այցը Ռուսաստան կարող է անհապաղ համաձայնեցվել անհրաժեշտության դեպքում։ Միգրանտներ տեղափոխող գերծանրաբեռնված նավը շրջվել է Լա Մանշը անցնելու փորձի ժամանակ Բրիտանիա հասնելու համար, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուշաբթի օրը հայտնել են Ֆրանսիայի Մանշի եւ Հյուսիսային ծովի ծովային պրեֆեկտուրայի իշխանությունները։ Ընդհանուր առմամբ 62 մարդ փրկվել է եւ օգնություն է ստացել հանրային ծառայություններից։ Նրանցից 2 հոգու օդանավով տեղափոխել են հիվանդանոց, մեկ մարդ մահացել է, ասվում է պրեֆեկտուրայի մամուլի հաղորդագրության մեջ։ Ծովային պրեֆեկտուրան մայիսի 12-ին հայտնել է, որ նեղուսն անցած 192 միգրանտների փրկել է, մեկ մարդ զոհվել է։ Ռուսաստանի մարզերի եւ Չինաստանի նահանգների միջև շարունակվում է փոխանակումների արագ աճը, ինչը նպաստում է բազմաթիվ նոր խոսումնալից նախագծերի հայտ գալուն, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա հավելել է, որ ռուս-չինական համապարփակ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության հարաբերությունները, որոնք լավագույնն են, իրենց ողջ պատմության ընթացքում 21-րդ դարում երկու համաշխարհային կենտրոնների միջև հավասար եւ փոխշահավետ համագործակցության մոդել են եւ դրանց կարևոր բաղադրիչը միջսահմանային եւ միջտարածաշրջանային կապեր են։ Ճապոնիային Նագասակի քաղաքը մտադիր է Ճապոնիայում դիվանագիտական առաքելություններ ունեցող բոլոր երկրներին ու տարածաշրջաններին, այդ թվում Ռուսաստանին հրավիրել 1945 թվականին ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից քաղաքի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակի արարողությանը։ ՌԻԱ Նովոստին հայտնել են քաղաքի վարչակազմից մեկ ամիս առաջ Ճապոնիայի Հիրոսիմայի իշխանությունները ՌԻԱ Նովոստին հաստատեցին, որ այս տարի արարողության մասին ծանոթություններ կուղարկվեն բոլոր երկրներ, այդ թվում Ռուսաստան եւ Բելարուս։ Այս տարի որոշվել է փոխել ձևաչափը եւ հրավերների փոխարեն ծանոթություններ ուղարկել արարողության եւ դրա նպատակների մասին։ Այսպիսով բոլոր երկրները ներառյալ նրանք, ովքեր չեն հրավիրվել անցյալ տարի կամ ավելի վաղ կստանան ծանոթություններ եւ կկարողանան ինքնուրույն որոշել մասնակցել չմասնակցելու։ Մենք նախատեսում ենք հրավերներ ուղարկել բոլոր երկրներին եւ տարածաշրջաններին, որոնք ունեն օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ Ճապոնիայում, պարզաբանել է Նագասակիի վարչակազմի պատասխան ՌԻԱ Նովոստի խնդրանքին, թե արդյոք քաղաքը կհետևի Հիրոսիմայի օրինակին։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը հայտարարություն է տարածել Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելի Բաղդասարյանի թեկնածությունները, ասված է ազգային ժողովի տարածած հաղորդագրությունում։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է հարցին, թե ինչու չի միանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Նա ընդգծել է, որ այս գործընթացում չի ուզում դառնալ դեկորացիա։ Իսկ դուք վստահ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է։ Ես ում եմ վստահ։ Այդպես են ներկայանում։ Ո՞վ է։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ զորոյի ձգտող հավանականություն իմպիչմենտի բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որը նման գործընթաց ունենալու կամ չունենալու երաշխիք ունենալու։ Ես վստահ չեմ, ճիշտ է։ Ոքի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ, իմ տպավորությամբ լավ չպատկերացնել, թե ինչ են անում։ Գործընթացին ձեր ընդհանուր գնահատական արդեն տեխնացուներ կան, այնուամենայնիվ ինչ որ բան ընթանում է։ Ձեր քաղաքական թիմը խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար է։ Նույնիսկ նախաձեռնողները ասում են, «Հա ինչ ա եղել, փորձենք չլինի»։ Անկամ տեխնացուն։ Անկամ, հա, 10 օր առաջ ուրիշ կարծիք։ Նույն տեխնացուն 10 օր առաջ ասում էր դա իրատեսական չէ։ Հիմա ես ավելի պրագմատիկ մարդ եմ։ Եվ մտնել մի process-ի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Ես կարող եմ ասել, թե ումա դա հետաքրքիր։ Օրինակ, կարող մարդ կա, ում համար օրինակ 48 ժամ լինել վարչապետի տեխնացու, դա կյանքի երազանք է։ Ոքի կյանքի երազանքն է, պատկերացնում եք հանկարծ անհայտ
ոչ մեկ տեղը չգիտի։ Ու դու քննարկումների կենտրոնում ես հայտնում, հարցազրույցներ ես տալիս, ես տաղավարներ են հրավիրում, on-line քո հետ միանում են, դու կարծիք ես ասում, դու դառնում ես ինչ որ մի այդ պայի համար մի կենտրոնական դեմք։ Եթե մարդու համար այդ 48 ժամը ուշադրության կենտրոնում լինելը կրկնեմ կյանքի երազանք է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բան անենք, խոն դառնանք կամ դեկորացիա դառնանք այդ երազանքը իրականացնելու համար ինչ որ մարդկանց։ Հուլիսին տեղի կունենա մեծանուն արվեստագետ շանսոնյե Հայաստանի ազգային հերոս Շարլ Անձնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Արձանի պատրաստման եւ տեղադրման գործընթացը շարունակվում է եւ հուլիսի 8-ից 12 տնկած ժամանակահատվածում տեղի կունենա արձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից։ Իրանը եւ Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում օկուպացված Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ Արազ 2025 զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար ժամանել են Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը եւ այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տարածված տեղեկատվության համաձայն տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների եւ երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ Նշվել է նաև, որ Արազ 2025 համատեղ զորավարժությունները կանցկացվեն մինչև մայիսի 21-ը Արցախի օկուպացված տարածքներում։ ԱՄՆ դոլարի արկի միջին արժեքը կազմում է 382.76 դրամ։ Դոլարի վաճառքի միջին գինը 388.41 դրամ է։ Փոխանակման կետերում դոլարի արկը 385 դրամ է, վաճառքը 388։ Եվրոյի արկի միջին փոխարժեքը կազմում է 425.8 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը 438.26։ Փոխանակման կետերում եվրոյի արկը 431 դրամ է, վաճառքը 436։ Ռուբլու արկն էլ կազմում է 4.64 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը 4.95 է։ Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.65 եւ վաճառվում 4.77 դրամով։ Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը կրկին ազգային ժողովում էր։ Քաղաքացիների ընդունելության շրջանակներում հանդիպելու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։ Քննարկման թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն էր։ Քաղաքացիների ընդունելության ու դիմումների բաժնի պետը փոխանցել է, որ հանձնաժողովի անդամ Էմմա Պալյանը նպատակահարմար չի գտնում նրան ընդունելու։ Լրագրողների հետ զրույցում Ղազարյանը նշել է, որ դա ուղղորդված մոտեցում է եւ տուն վերադառնալուց հետո հաղորդում գլխավոր դատախազին Էմմա Պալյանի մասով անպայման լինելու է։ Բայց առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էմմա Պալյանը նպատակահարմար չի գտնում ձեզ ընդունելու։ Այսինքն միայն ձեզ չենք ընդունում, քաղաքացիների ընդունելությունը համեցեք ներս։ Ձեզ նպատակահարմար չեն գտնում ընդունելու։ Դա այն է, ինչ ասվում է։ Շատ լավ։ Շնորհակալություն խնդրում եմ, գրավոր հարցում ուղարկեք, ձեզ կպատասխանեք։ Ես քաղաքացիների ընդունելության եւ դիմումների բաժնի պետն եմ։ Էմմա Պալյանը կարծեմ նա չէ, որ եղբայրը որ գրախանութ ունի, Շիրակի մարզի գնումները իրանց գրախանութից են անում, ինքն էլ արցախցիներն ու կարծեմ Էդ է նա որ նաև ամուսինը պիտի անձրևի տակ չմնար վերցրել օգնական, թե ուրիշ էր, էդ է չէ ոնց է, հա։ Նոր-նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը չի զղջում, որ կողմնակիցների հետ ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Ոչ, չեմ զղջում, քաղաքապետարանում լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո ասել է նա։ Հարցին թե ինչու միջադեպից 20 օր հետո է միայն հրաժարվում թաղապետի պաշտոնից, պատասխանել է. քաղաքական դաշտում իմ անելիքները որոշում եմ ես, երբ եւ որ ժամանակահատվածում։ Տեր-Մարգարյանը նաև նշել է, որ նախապատրաստվում է 2026 թվականի ընտրություններին։ Արդյոք ադրբեջանական կողմը Հայաստանին ռուսական ռազմաբազա հանելու պահանջ ներկայացրել է եւ արդյոք կան այդպիսի քննարկումներ ռազմաբազայի բասով Բաքվի հետ լրագրողի հարցին ի պատասխան ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է. նման բան չկա, Հայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազա հանելու հարց։ Սիմոնյանի խոսքով այս թեմայով քննարկումներն աբսուրդ են։ Նման բան չի քննարկում ու չի էլ կարող քննարկվել։ Մի խոսքով չգիտեմ, թե ով է նման խելացի բաներ ասում, հավելել է ազգային ժողովի նախագահ։
Եվրոպան ցանկանում է ուկրաինական հակամարտությունը երկարացնել ևս 4 տարով անկախ մարդկային կորուստներից։ Այս մասին YouTube-յան իր ալիքում հայտարարել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դենիել Դեյվիսը։ Ես խոսեցի Եվրոպայում իմ աղբյուրների հետ, որոշ քաղաքական գործիչներ դեռ ընկճված են, քանի որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաղթեց ընտրություններում։ Նրանք հույս ունեին, որ կհաղթի Քամալա Հարիսը։ Նրանք ցանկանում էին հակամարտությունը երկարացնել առնվազն ևս 4 տարով նրա օգնությամբ, ասել է նա։ Դեյվիսը նշել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները քաջատեղյակ են պատերազմական գոտում իրավիճակի մասին, սակայն շարունակում են պահպանել հավանական ժխտողականությունը։ Միացյալ Նահանգները ձգտում է ամրապնդել իր դիրքերը Արևելյան Եվրոպայի էներգետիկ ոլորտում, Լեհաստանին տարածաշրջանում առանցքային դաշնակից դարձնելով։ Ինչպես գրում է National Interest-ը, Վարշավան իր արագ զարգացող տնտեսությամբ եւ ռազմավարական դիրքով Վաշինգտոնի կողմից դիտվում է որպես ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների առաջխաղացման խարիսկ։ Լեհաստանը Եվրոպայի ամենադինամիկ տնտեսությունն է էներգիայի աճող պահանջարկով։ Նրա հետաքրքրությունը մեր գազային եւ միջուկային նախագծերի նկատմամբ համընկնում է Ռուսաստանի ազդեցության թուլացման Միացյալ Նահանգների նպատակների հետ, նշում են հեղինակները։ Ուկրաինայի հակամարտության ելքը կախված է ոչ թե մարտադաշտում տիրող իրավիճակից, այլ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ քաղաքական խուսանավումներից, որի դիրքորոշումը կարող է ազդել հակամարտության կողմերի վրա։ Այս մասին գրում է CNN-ը։ Հոդվածում նշվում է, որ Թրամփի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է վճռորոշ լինել։ Այս առումով Եվրամիության առաջնորդները նույնպես ձգտում են շփվել ամերիկացի առաջնորդի հետ, քանի որ հակամարտության վերաբերյալ Թրամփի տեսակետը կարող է ձևավորվել նրանով, ում հետ վերջինը կխոսի։ Ուկրաինայի ամենամեծ մտավախությունն այն է, որ Պուտինը եւ Թրամփը հեռախոսով կմշակեն իրենց սեփական խաղաղության ծրագիրը, այնուհետև հնարավոր է կփորձեն պարտադրել Պուտինի պայմանները ԱՄՆ կենսական, ռազմական եւ տնտեսական օգնությունը հետ կանչելու նոր սպառնալիքի ներքո, ասվում է հոդվածում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ուժեղ ձեռք ունի եւ դժվար թե Ուկրաինայի հարցում որևէ զիջման գնա իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Այս մասին գրում է Bloomberg-ը, հղում անելով ՌԴ նախագահի դիրքորոշմանը ծանոթ մարդու։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Ռուսաստանի զինված ուժերը կկարողանան ճեղքել Ուկրաինայի պաշտպանությունը եւ ազատագրել երկիր նոր շրջանների տարածքը մինչեւ տարեվերջ։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի նախագահը դժվար թե երկու առաջնորդների միջև զրույցի ընթացքում որևէ էական զիջման գնա Թրամփին եւ եվրոպացի պաշտոնյաները մտահոգված են, որ Թրամփը կարող է փորձել կարգավորում պարտադրել անկախ ամեն ինչից, ասվում է տեքստում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջել է համաձայնել Ուկրաինայում անվերապահ զինադադարին։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահի հետ այսօրվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը պետք է ցույց տա, որ խաղաղություն է ուզում, ընդունելով նախագահ Թրամփի առաջարկած 30-օրյա անվերապահ զինադադարը, որին աջակցում են Ուկրաինան եւ Եվրոպան։ Մայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև են ախտորոշել։ Այս մասին ասված է մայիսի 18-ին նախկին նախագահի ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ, որը վկայակոչել են ամերիկյան լրատվամիջոցները։ Այս շաբաթը վճռորոշ դեր կխաղա Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այս մասին Հռոմում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքերը մեջբերում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը այժմ։ Իհարկե կարևոր է, որ մենք առաջ տանենք իրավիճակը եւ ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթն այս առումով վճռորոշ կլինի, ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ մայիսի 19-ին զրույց կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում մայիսի 19-ից 20-ին, 21-ի գիշերը 22-ից 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հանրապետության տարածքում մայիսի 19-ից 21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 22-ից 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։